Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի պետության Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ գործակցության օրակարգի հարցերին եւ տարածաշրջանային զարգացումներին։ Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական գործընթացները պետք է ընթանան փոխկապակցված եւ համակցված։ Հարավային Կովկասում տևական խաղաղության եւ կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է, ինչ է ներառված Թուրքիայի արտգործնախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև փոխադարձ հարվածները չեն դադարում։ Հուլիսի 15-ի գիշերը ամերիկյան ուժերը 7 ժամ շարունակ հրթիռակոծել են Իրանի ռազմական օբյեկտները, իսկ Թեհրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում եւ Հորդանանում ամերիկյան ուժերի ռազմաբազաները թիրախավորելու մասին։ Այսօր ցերեկը Միացյալ Նահանգների ուժերը իրականացրել են Իրանի դեմ հերթական հարձակումը։ Առցանց վճարումների եւ բանկային ծառայությունների լայն կիրառմանը զուգահեռ աճում են նաեւ ֆինանսական խարդախությունների դեպքերը, ինչպես կանխել վնասը, ինչ հնարավորություններ կան կասկածերի գործարքները արագ արգելափակելու համար եւ ինչ պետք է անեն քաղաքացիները նման իրավիճակներում, մասնագետի խորհուրդները։ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում անցկացվել է կանանց եւ աղջիկների իրավունքներին նվիրված իրազեկման միջոցառում։ Մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպված հանդիպման առանցքում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը կանխարգելելու հարցն է եղել։ Հայաստանում սպասվող զբոսաշրջային փառատոնները նպատակ ունեն ոչ միայն ներկայացնելու երկրի մշակութային բազմազանությունը, այլև նոր շունչ հաղորդելու ներքին ու ներգնա զբոսաշրջությանը։ Սպասվող միջոցառումների եւ ոլորտի զարգացման հնարավորությունների մասին խոսել է մասնագետը։ Դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 14:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ արգել հեկի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել կանտուժածներ։ Մինչև փրկարարների ու բարեկների ժամանումը տեղի ուժերով քաղաքացիները փլատակներից դուրս են բերել երկու քաղաքացու, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել է բետոնե ծածկը մոտ 100 քառակուսի մետր, ինչի պատճառով երկու աշխատակիցները արգելափակվել են փլատակներում։ Այլ թեմաներ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի պետության Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։ Հանրապետության նախագահը իր խորին ցավակցությունն է հայտնել Ալ Թանի ընտանիքին եւ Կատարի ժողովրդին Կատարի հայր Էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ, մաղթելով տոկունություն եւ ուժ ծանր կորստի պահին։ Նախագահ Խաչատուրյանը մեծապես արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ունեցած ավանդը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ գործակցության օրակարգի հարցերին եւ տարածաշրջանային զարգացումներին։ Հարավային Կովկասում տևական խաղաղության եւ կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է։ Ըստ ադրբեջանական պետական ապահովության գործակալության այս դրույթը արտացոլված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։ Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների եւ համակարգման միջոցով։ Միևնույն ժամանակ Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի TRIP-ի վերաբերյալ ռազմավարական գործակցության շրջանակային համակարգի վերացման վավերացման հարցը ընդգրկված է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։ Չզեկուցվող նախագծով առաջարկվում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում եւ հունիսի 4-ին Երևանում։ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է դիմել սահմանադրական դատարան, պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի սահմանադրությանը։ Եթե սահմանադրական դատարանը պարտավորությունները ճանաչի սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի ազգային ժողով։ Ըստ նախագծի հիմնավորման այս օրենքի ընդունումը թույլ կտա ապահովել TRIP-ի վերաբերյալ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործակցության շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու անհրաժեշտ ընթացակարգերը։
Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխադարձ հարվածները չեն դադարում։ Հուլիսի 15-ի գիշերը ամերիկյան ուժերը 7 ժամ շարունակ հրթիռակոծել են Իրանի ռազմական օբյեկտները, իսկ Թեհրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան ուժերի ռազմաբազաները թիրախավորելու մասին։ Հորմուզի նեղուցն էլ չնայած իրարամերժ հայտարարություններին շարունակում է փակ մնալ։ Իրանը սպառնում է սահմանափակել նաև տարածաշրջանի մյուս արտահանման ուղիները, եթե Միացյալ Նահանգները հարվածի երկրի էլեկտրակայաններին և կամուրջներին։ Հուլիսի 15-ի գիշերն Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավարտել է Իրանի դեմ իրականացված 7-ժամյա հարվածաշարը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով կործանիչները ռազմածովային ուժերի նավերն ու անօդաչու սարքերը բարձր ճշգրտության զինամթերքներով խոցել են Հորմուզի նեղուցի մերձակայքում և Իրանի առափնյա շրջաններում տեղակայված տասնյակ ռազմական թիրախներ։ Դրանց թվում են հրթիռային և անօդաչու համակարգեր, ռազմածովային ենթակառուցվածքներ և ափամերձ պաշտպանության օբյեկտներ։ Թասնիմ լրատվական գործակալությունն էլ հղում անելով իրանական բանակի հայտարարությանը նշում է, որ առնվազն 7 զինծառայող է զոհվել Բամփուրում գտնվող իրանական ռազմաբազայի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գիշերը հասցված հարվածների հետևանքով։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են Բանդար Աբասի, Սիրիկի և Հովեյզեի շրջանում հարվածների մասին։ Իրանական կողմի պնդմամբ Հովեյզեյում հարված է հասցվել նաև ցորենի պահեստավորման շտեմարանին։ Թեհրանը պատասխանել է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ հարվածներով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Բահրեյնում Ամերիկայի Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմի հրամանատարական կապի վառելիքի և ռազմական սարքավորումների օբյեկտները թիրախավորելու մասին։ Իրանը հայտնել է նաև Քուվեյթի Մինա Աբդուլլահ շրջանում ամերիկյան նյութատեխնիկական կենտրոնի և Հորդանանի Ազրակ ավիաբազայի ինքնաթիռների անգարներին հարվածելու մասին։ Քուվեյթը հաստատել է հարձակման ենթարկված տարածքներից մեկում բռնկված հրդեհի մարումը, իսկ Հորդանանի հակաօդային պաշտպանությունը հայտնել է Իրանի տարածքից արձակված 3 բալիստիկ հրթիռ խոցելու մասին։ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև ամերիկյան գործողությունների դադարեցումը։ Եթե Իրանի արտահանման ուղիները փակվեն, տարածաշրջանի մյուս երկրները նույնպես չեն կարողանա ազատ օգտվել իրենց արտահանման ճանապարհներից։ Տարածաշրջանի էներգետիկ արտահանումը կամ հասանելի կլինի բոլորին, կամ ոչ մեկին։ ԱՄՆ ռազմական ներկայությանն ու հարձակումներին պատասխան գործողությունները շարունակվելու են։ Հուլիսի 15-ի առավոտյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է փակել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից օգտագործվող արտահանման մյուս միջանցքները։ Թեև որևէ կոնկրետ ջրային ուղի չի նշվել, վերլուծաբանները չեն բացառում, որ խոսքը Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մասին է, որը Կարմիր ծովը կապում է Ադենի ծոցին։ Իրանի հետ կապեր ունեցող եմենցի հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստ են փակել այդ ուղին, եթե Սաուդյան Արաբիայի գործողությունները Եմենում շարունակվեն։ Գիշերային հարվածների նախորդել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքները։ Fox News-ին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների, հաջորդ շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների թիրախում կարող են հայտնվել իրանական էլեկտրակայաններն ու կամուրջները։ Միաժամանակ Թրամփը պնդել է, որ պատերազմի ընթացքում Վաշինգտոնի սահմանած հիմնական ռազմական նպատակներն արդեն իրականացվել են։ Կարծում եմ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել և մեր հիմնական նպատակներն այժմ իրականացված են։ Եթե հիմա հեռանանք, Իրանին մոտ 20 տարի կպահանջվի իր կորցրած կարողությունները վերականգնելու համար, բայց եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, հարվածները շարունակվելու են։ Հաջորդ փուլում կարող են թիրախավորվել էլեկտրակայաններն ու կամուրջները, որովհետև այս մարդկանց հետ հնարավոր է բանակցել միայն ուժի դիրքից։ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան ու իրանական ներկայացուցիչների միջև շփումները շարունակվում են, սակայն ընդգծել է, որ այս պահին անձամբ չի ցանկանում նոր բանակցություններ սկսել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հրաժարվել է նաև Հորմուզով տեղափոխվող բեռներից 20% վճար գանձելու նախորդ առաջարկից, հայտարարելով, որ ծոցի երկրներից ակնկալում է ներդրումային և առևտրային գործարքներ։ Միաժամանակ ուժի մեջ է մտել Իրանի նավահանգիստների ամերիկյան ռազմածովային շրջափակումը։ Այն տարածվում է Իրանի նավահանգիստներ և նավթային տերմինալներ մուտք գործող կամ այնտեղից դուրս եկող նավերի վրա, սակայն ամերիկյան կողմի պնդմամբ չի սահմանափակում այլ երկիր մեկնող չեզոք նավերի անցումը Հորմուզով։ Շրջափակումն ապահովելու համար տարածաշրջանում տեղակայվել է ավելի քան 20 ամերիկյան ռազմանավ և հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ։ Շրջափակումից առաջ երեքշաբթի Հորմուզով անցել է ընդամենը 11 նավ, որոնցից 9 կապված են եղել իրանական առևտրի հետ։ Այդ ծոցային երկրներում նավթ կամ գազ բեռնելու նպատակով նավերի նկատելի մուտք կամ ելքեր
դեռ չեն արձանագրվել։ Ռազմական ճնշմանը զուգահեռ Վաշինգտոնն ընդլայնել է նաև տնտեսական սահմանափակումները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Մուհամմադ Հոսեյն Շամխանի նավթային եւ ծովային փոխադրումների ցանցի հետ կապված ավելի քան 50 անձանց, ընկերությունների եւ նավերի նկատմամբ։ Ըստ ամերիկյան կողմի, Շամխանի ցանցի շրջանակում պատժամիջոցների ենթարկված կառույցների ընդհանուր թիվն արդեն գերազանցում է 200-ը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերյանին հայտնել է, որ Միացյալ Նահանգների կողմից իրականացված հերթական հարվածների հետևանքով Իրանի հարավային շրջաններում ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել։ Իրանի առողջապահության նախարարությունը հուլիսի 11-ին էլ հայտնել էր առնվազն 17 զոհի, իսկ հուլիսի 15-ին 260 տուժածի մասին։ Իդեպ ժամեր առաջ Միացյալ Նահանգների ուժերը կրկին սկսել են տեղային հարվածներ Իրանի դեմ։ Դրանք նախատեսված են Իրանի զինված ուժերի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա հարձակվելու համար օգտագործված ռազմական կարողությունների հետագա թուլացման համար, հայտնել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը։ Միջազգային եւ տարածաշրջանային նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ անցած գիշեր Ազովի ծովում խոցել են 11 ռուսական նավ։ Ուկրաինական զինված ուժերի ԱԹՍ զորքերի հրամանատար Ռոբերտ Բրովդի խոսքով խոցված նավերից 5-ը վառելիք տեղափոխող լցանավեր են եղել։ Ուկրաինական կողմը պնդում է, որ վերջին 9 օրվա ընթացքում Ազովի ծովում խոցված ռուսական առևտրային նավերի թիվը հասել է 116-ի։ Ռուսական կողմն այս տվյալներն առայժմ չի մեկնաբանել։ Ուկրաինայի գերագույն ռադան քվեների ճնշող մեծամասնությամբ կողմ է արտահայտվել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի եւ նրա կառավարության հրաժարականին։ Ուկրաինական աղբյուրների տվյալներով նախարարի կաբինետի հրաժարականի օգտին քվեարկել է 258 падգամավոր, դեմ 1-ը։ Կառավարության փոփոխության մտադրության մասին նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր հուլիսի 12-ին։ Հռոմում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան տարածքում մեկնարկել է Լիբանանի եւ Իսրայելի միջև բանակցությունների հերթական փուլը։ Նախորդ հանդիպումը կայացել էր հունիսի 26-ին Վաշինգտոնում։ Կողմերը պայմանավորվել էին կրակի դադարեցման, Հեզբոլլահի զինաթափման եւ Լիբանանի հարավից իսրայելական զորքերի դուրսբերման շուրջ, սակայն պայմանավորվածությունները չեն իրականացվել։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ այդ բանակցություններում լիբանանյան պատվիրակությունը փորձելու է հասնել երկրի հարավային շրջաններից իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ասել է, որ անհրաժեշտ է իսրայելական զորքերը դուրս բերել Սիրիայից։ Իսրայելական ուժերը ներկայում դիրքեր են պահում Լիբանանի եւ Սիրիայի հարավում։ Իսրայելի իշխանությունները պնդում են, որ այդ ներկայությունն անհրաժեշտ է հնարավոր հարձակումները կանխելու համար։ Բուլղարիան այլևս չի մասնակցի Ուկրաինային աջակցող կամեցողների կոալիցիային։ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը հնարավոր է կարգավորել միայն դիվանագիտական ճանապարհով, իսկ Կիևին շարունակական ռազմական աջակցությունը նրա գնահատմամբ երկարաձգում է պատերազմը։ Բուլղարիայի ներկայացուցիչները չեն մասնակցել նաև հուլիսի 13-ին Փարիզում կայացած կոալիցիայի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Միաժամանակ Փարիզում հայտարարվել է Ուկրաինայի հակահրթիռային պաշտպանությունն ուժեղացնելու նոր կոալիցիայի ստեղծման մասին։ Դրան միացել են Ուկրաինան եւ եվրոպական 8 երկրներ։ Չինաստանը ծով է դուրս բերել 16 մեգավատ հզորությամբ լողացող հողմային տուրբինը։ 307 մետր բարձրությամբ կայանքը տեղափոխում է հարավչինական ծովում գտնվող Լոֆենգի նավթագազային հանքավայր։ Հատուկ լողացող հարթակը ճոպաններով ամրացվում է ծովի հատակին, իսկ արտադրված էլեկտրաէներգիան ստորջրյա մալուխներով մատակարարվելու է հարակից նավթագազային հարթակներին, առանց ցամաքային էլեկտրացանցին միանալու։ Հաշվարկների համաձայն տուրբինը տարեկան կարտադրի շուրջ 54 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա։ Առցանց վճարումների եւ բանկային ծառայությունների լայն կիրառմանը զուգահեռ աճում են նաեւ ֆինանսական խարդախությունների դեպքերը։ Ինչպես կանխել խաբեությունը, ինչ հնարավորություններ կան կասկածելի գործարքներն արագ արգելափակելու համար եւ ինչ պետք է անեն քաղաքացիները նման իրավիճակներում։ Այս հարցերին է անդրադարձել Կենտրոնական բանկի սպառողների զորացման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։
Առցանց ֆինանսական խարդախությունների դեպքերն օրեցօր ավելանում են, իսկ դրանց կանխարգելումն ու սպառողների պաշտպանությունը շարունակում են մնալ առաջնահերթ խնդիր։ Կենտրոնական բանկի սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը ներկայացրեց, թե ինչ դեպքերում եւ ինչ մեխանիզմներով է հնարավոր ժամանակին կանխել կասկածելի գործարքները, նվազեցնելով ֆինանսական կորուստների ռիսկը։ Յուրաքանչյուր մարդ գնահատում է տվյալ հավելվածի միջոցով ինքը արդյոք օգտվելու է այդ ծառայությունից, թե չէ, եւ եթե կարծում է, որ մոտակա ժամանակում չի օգտվելու, կարող է փակել, որը նշանակում է, որ մոբայլ հավելվածի միջոցով, եթե երրորդ անձը, զեղծարարը մտնի ինչ-որ կերպով ստանա հասանելիություն դեպի թվային հավելված, ապա չի կարող այդ գործիքից գումարներ հանել։ Նրա խոսքով, եթե քաղաքացին կասկածում է, որ դարձել է խարդախության զոհ կամ իր բանկային տվյալները հայտնվել են երրորդ անձանց ձեռքում, անհրաժեշտ է հնարավորինս արագ կապ հաստատել բանկի հետ եւ պահանջել քարտի կամ կասկածելի գործարքի անհապաղ արգելափակում։ Արագ արձագանքը նման իրավիճակներում հաճախ վճռորոշ նշանակություն ունի։ Ստոպ բոլոր գործիքները ինչի համար է նախատեսած, հա, դուք օրինակ զանգ եք ստացել կամ հասկացաք, որ զեղծարարին հնարավոր է հասանելի են դարձել ձեր թվային հավելվածի տվյալները։ Դուք չգիտեք դեռևս այդպես է թե չէ, բայց կասկածներ ունեք։ Եվ եթե նման իրավիճակ է, ստոպ բոլորով դուք փակում եք ձեր բոլոր գործարքները հավելվածի միջոցով։ Հետո դիմում եք բանկ եւ սկսում եք պարզաբանել, ինչ է տեղ ունեցել, երբ է տեղ ունեցել։ Այսինքն ստոպ բոլոր գործարքները գործիքը ուղղված է նրան, որ հնարավորինս արագ արձագանքեք կասկածելի իրավիճակին։ Քաղաքացիներն առցանց վճարումներ կատարելիս պետք է զգոն լինեն, անծանոթ անձանց չտրամադրեն իրենց քարտային տվյալները, գաղտնաբառերը կամ մեկանգամյա հաստատման կոդերը եւ օգտվեն միայն վստահելի հարթակներից։ Ամենատարածվածներից մյուս երրորդը կենտրոնական բանկը, ԱԱԾ-ն, չգիտեմ, աշխատակազմը, կառավարության այս հանրաճանաչ անունները տալով իրենց անունից ձեզ դիմում են կամ թեկուզ բանկի անունից։ Մենք բանկից ենք, ձեր բանկից ենք, զանգել ենք, ձեր անունից դուրս է կատարվել է այսպիսի գործարք, այդ դուք եք արել, ասում եք ոչ, պետք է շտապ բլոկավորել։ Ասում եք շատ բարի, շտապ, այսինքն վախը եկավ ձեր մեջ, երկրորդ գործոնը, վախը մտավ ձեր մեջ, արագ ասեք ձեր տվյալները եւ անձնական տվյալների տրամադրմամբ այլևս դուք չեք տիրապետում։ Ներկայացվեցին սպառողների իրավունքներին առնչվող կարևոր պարզաբանումներ, նաեւ այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկել կասկածելի գործարք նկատելու դեպքում։ Հենց իմացաք կամ մտնում եք հավելված ստոպ բոլոր գործարքները, կամ զանգում եք բանկ, կամ վազում եք բանկ։ Ժամանակ չկա։ Դուք չունեք ժամանակ։ Պարզապես այդպես հնարավորինս շուտ։ Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին բարձրացնել իրենց ֆինանսական գրագիտության մակարդակը եւ մշտապես պահպանել կիբերանվտանգության հիմնական կանոնները, քանի որ տեղեկացվածությունն այսօր ֆինանսական անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Արմավիրիզմ մարզի Զարթոնք բնակավայրում անցկացվել է կանանց եւ աղջիկների իրավունքներին նվիրված իրազեկման միջոցառում։ Մարդու իրավունքների պաշտպանի եւ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման առանցքում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները կանխարգելելու հարցն է եղել։ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում կանանց եւ աղջիկների հետ քննարկել են մարդու իրավունքները, ընտանիքում կնոջ ազատ ընտրության հնարավորություններն ու աղջիկ երեխայի նկատմամբ խտրական վերաբերմունքի հետևանքները։ Միջոցառմանը մասնակցել են մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, ազգային ժողովի падգամավոր Ռուստամ Բաքոյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովանիսյանը եւ բնակավայրի ներկայացուցիչները։ Հանդիպման գաղափարն առաջացել էր Անահիտ Մանասյանի Զարթոնք կատարած նախորդ այցից հետո։ Մանկապարտեզում կազմակերպված միջոցառման ժամանակ ծնողները, հատկապես եզդիական համայնքի ներկայացուցիչները, խնդրել էին մարդու իրավունքների վերաբերյալ առանձին քննարկում անցկացնել։
Իսկ սկզբանե որոշել էինք, որպեսզի մեծ միջոցառում անենք մարզի տարածքով, հետո հաշվի առնելով տարբեր համայնքային առանձնահատկություններ, որոշեցինք, որ ավելի լավ կլինի ունենալ մի քանի միջոցառում եւ միջոցառումներից առաջինը հենց իրականացնել եզդիական համայնքը ներկայացնող այն կանանց համար եւ նաեւ համայնքը ներկայացնող այլ կանանց ու աղջիկների, ովքեր հետաքրքրված էին ընդհանրապես մարդու իրավունքների հետ կապված հարցերով, հիմնականում մայրիկներն են այստեղ հաճախող երեխաների։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ իրականացնում է խնդրի կանխարգելմանն ուղղված ծրագիր։ Նախատեսվում է նաև ֆիլմ ստեղծել եւ այն ցուցադրել Հայաստանի տարբեր մարզերում։ Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի ներկայացրած տվյալներով վերջին 25 տարիներին Հայաստանում բնական ժողովրդագրական հարաբերակցության համեմատ շուրջ 80,000 աղջիկ չի ծնվել։ Նրա խոսքով այդ ցուցանիշի հետևում հաճախ ընտանիքի եւ հասարակության ճնշումն է տղա երեխա ունենալու պահանջով։ Այս վիճակագրությունը միայն թվերի մասին չէ, այլ սոցիալական եւ ընտանեկան լուրջ խնդիր է։ Հաճախ կանայք ազատ չեն որոշելու տղա թե աղջիկ երեխա ունենալ, քանի որ նրանց վրա ճնշում է գործադրվում։ Սա վկայում է, որ հասարակության մեջ տղաները հաճախ ավելի նախընտրելի են համարվում, քան աղջիկները։ Ֆիլմի եւ հանրային քննարկումների միջոցով ցանկանում ենք բարձրաձայնել խնդիրը եւ պաշտպանել կնոջ սեփական հղիության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը։ Ֆիլմի ցուցադրությունից հետո մարզերում նախատեսվում են հանրային քննարկումներ, հետագայում այն կարող է ցուցադրվել նաև հեռուստատեսությամբ։ Ծրագրի հեղինակների գնահատմամբ խնդրի հաղթահարման համար անհրաժեշտ են ոչ միայն իրավական քայլեր, այլև ընտանիքներում եւ համայնքներում կանանց եւ աղջիկների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանում սպասվող զբոսաշրջային փառատոնները նպատակ ունեն ոչ միայն ներկայացնելու երկրի մշակութային բազմազանությունը, այլև նոր շունչ հաղորդելու ներքին ու ներգնա զբոսաշրջությանը։ Ոլորտի պատասխանատուները վստահ են, փառատոնային туриզմը կարող է դառնալ մարզերի տնտեսական զարգացման եւ Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացման կարևոր գործիք։ Սպասվող միջոցառումների եւ ոլորտի զարգացման հնարավորությունների մասին խոսել են մասնագետները։ Այս ամառ Հայաստանը կրկին պատրաստվում է հյուրընկալել բազմազան զբոսաշրջային փառատոններ, որոնք ոչ միայն մշակութային կյանքի կարևոր իրադարձություններ են, այլև երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման արդյունավետ գործիք։ Մասնագետների խոսքով փառատոնային туриզմն այսօր համաշխարհային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից է։ Հայաստանում անցկացվող գինու, գաստրոնոմիական, երաժշտական, մշակութային ու ավանդական տոները հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին ոչ միայն այցելելու տարբեր մարզեր, այլև անմիջականորեն ծանոթանալու հայկական մշակույթին, խոհանոցին եւ ավանդույթներին։ Դիանա Կարապետյանը նշեց, որ զբոսաշրջության կոմիտեն շարունակաբար աշխատում է Հայաստանի զբոսաշրջային ներուժը միջազգային շուկաներում ներկայացնելու ուղղությամբ, իսկ փառատոնները կարևոր դեր ունեն երկրի ճանաչելիության բարձրացման գործում։ Այս տարի զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ 12 փառատոն է աջակցություն ստանալու տարվա ընթացքում եւ ունենալու ենք 12 հետաքրքիր բազմազան փառատոններ։ Փառատոնները լինելու են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, փառատոնների մի մասը տևելու են մեկից ավել օր, շատ հետաքրքիր բազմազան փորձառություններ են սպասում, քանի որ փառատոնների մեջ կարող ենք առանձնացնել թե արկածային փառատոնները, թե գաստրոզբոսաշրջության վերաբերյալ փառատոնները։ Նրա խոսքով նման միջոցառումները նպաստում են ոչ միայն զբոսաշրջիկների թվի աճին, այլև մարզերի տնտեսական ակտիվացմանը, աջակցելով տեղական արտադրողներին, հյուրատներին, ռեստորաններին եւ ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններին։ Առաջին անգամ Հորս համայնքում, Վայոց ձորի Եղեգիս համայնքում, Հորս բնակավայրում տեղի է ունենալու մեղրի փառատոն, դա մի փառատոն է, դա մի միջոցառում է լինելու, որի ժամանակ կարելի է բացահայտել եւ ծանոթանալ Հայաստանում վայրի բնության ժառանգությանը, լինելու են հետաքրքիր անակնկալներով լի միջոցառումներ, կարելի է օգտվել տեղական արտադրողների ներկայացված բարիկների։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ ընդգծեց, որ փառատոնային туриզմը պետք է զարգանա միասնական ռազմավարությամբ։ Նրա գնահատմամբ յուրաքանչյուր համայնք կարող է ձևավորել իր առանձնահատուկ փառատոնը, հիմնվելով տեղական մշակույթի, ավանդույթների կամ արտադրանքի վրա։ Դա ըստ նրա կօգնի զբոսաշրջային հոսքերը հավասարաչափ բաշխել Հայաստանի տարբեր մարզերի միջև եւ երկարացնել զբոսաշրջային սեզոնը։ Ըստ էության մեր բարի ավանդույթը շարունակվում է, ցավոք
մի պահ եղավ կորոնավիրուսով պայմանավորված եւ հետո այդ դժվար օրերին խորհրդի փառատոնը եղավ, որ տեղի չունեցավ, բայց արդեն ըստ էության վերականգնվում է, ներկայանալու է իր ողջ այսպես գեղեցկությամբ, գեղեցիկ բնության մեջ իր բոլոր ավանդույթներով։ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ներկայացրեց Գյումրում նախատեսվող միջոցառումները, նշելով, որ քաղաքն արդեն դարձել է մշակութային ու փառատոնային կարևոր կենտրոններից մեկը։ Նրա խոսքով տարվա ընթացքում անցկացվող տարբեր փառատոններն ու մշակութային ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում, նպաստելով քաղաքի զբոսաշրջային հեղինակության ամրապնդմանը։ Գյումրիի պարագայում այս տարին խիտ է եւ առատ համերգային փառատոնային մշակութային իրադարձություններով եւ դրանցից առաջինը Talentfest Rock փառատոնն է, որն առաջին անգամ Գյումրիում իրականացվել է հեռավոր 2019 թվականին, հետո ունեցել ենք մեծ դադար մի շարք հանգամանքներով, հատկապես ֆինանսական հանգամանքներով պայմանավորված եւ այս տարի ի ուրախություն մեզ շնորհիվ զբոսաշրջության կոմիտեի ֆինանսավորման ունենք հնարավորություն նորից իրականացնել այս փառատոնը, որը ոչ միայն երաժշտական իրադարձություն է, մենք սրանով ուզում ենք նաև հանրահրճակել քաղաքի մշակութային հանրային միջավայրերը։ Բանախոսները համոզված են, որ պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մասնավոր հատվածի գործակցությամբ փառատոնային туриզմը կարող է դառնալ Հայաստանի զբոսաշրջային զարգացման կարևոր շարժիչ ուժերից մեկը, ստեղծելով նոր հնարավորություններ համայնքների զարգացման, մշակութային ժառանգության պահպանման եւ երկրի միջազգային ճանաչելիության բարձրացման համար։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ասած լուրեր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։